Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ 6 ժամ խուզարկություն Տաշիր գրուպում քննչական կոմիտեն վարույթ է հարուցել կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի ընկերության վերաբերյալ փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հատկանիշներով։ Գտնում ենք սա ինչ որ ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր եւ կարծում եմ դեռ շարունակվի։ Մինչ ազգային ժողովն ավարտին է հասցնում հեծի պետականացմանը տանող օրինագծի ընդունումը, Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանի աջակիցները հեռակա վիճում են։ Ես չեմ կարծում, որ հեծի նորմալ աշխատողը, ում չեն ստիպել, ով այդ խարդավանքներին չի տրվել, առհասարակ ցանկություն կունենա այնտեղ մասնակցել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկվել դատարան, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցության մեղադրանքով։ Մեղադրանքը բացարձակ փաստական հիմք չունի։ Արդյոք Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին օտարերկրյա կառավարմամբ Ադրբեջան ու Նախիջևանը կապող ճանապարհ ունենալու առաջարկ է արել։ Հայաստանի արտգործնախարարությունը 2 օր է չի արձագանքել Քարնեգի կենտրոնի հրապարակմանը։ Եկեղեցի իշխանություն հակասություններում Պոլսո հայոց պատրիարքը քաղաքական պառակտում է տեսնում, լուծումն ըստ նրա արտահերթ ընտրություններն են։ Հակառակ լարվածությունը թուլացնելու եւ կառուցողական դաշտ վերադառնալու Մոսկվայի հորդորներին Բաքուն այսօր ել ավելի է սրել վերջին օրերին երկու երկրների միջև խորացող դիվանագիտական ճգնաժամը, երկրորդ բողոքի նոտան փոխանցելով Ռուսաստանի իշխանություններին։ Քննչական կոմիտեն այսօր 6 ժամ խուզարկել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր գրուպ ընկերության գրասենյակը փողերի լվացման եւ հարկերից խուսափելու գործով։ Սամվել Կարապետյանը անազատության մեջ է նրան վերագրվող իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով, բայց այս խուզարկությունները այդ մեղադրանքի հետ կապ չունեն, այլ մի քանի վարույթներ են։ Տաշիր գրուպի վերաբերյալ քննչական կոմիտեի հարուցած վարույթի շրջանակներում այսօր քննիչները շուրջ 6 ժամ քննչական գործողություններ էին իրականացնում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության գլխավոր գրասենյակում։ Խուզարկությունից 5 ժամ անց միայն քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը տուրքերը չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում են անհետաձգելի քննչական գործողություններ իրականացրել։ Ընդ որում իրավապահ մարմինը չի հստակեցնում, երբ է հարուցվել փողերի լվացման գործով վարույթը։ Նման բան գոյություն չունի, մենք գտնում ենք սա ինչ որ ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր եւ կարծում եմ դեռ շարունակվի։ Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը քննիչների ժամեր տևած խուզարկությունից հետո շատ մանրամասներ չփոխանցեց, հղումանելով նախաքննական գաղտնիքին։ Պնդելով, որ տեղի ունեցողը ուղղակի ապօրինություն է, փաստաբանը միայն նշեց, որ քննիչները խուզարկության ընթացքում արգրավել են գրասենյակի համակարգիչներն ու փաստաթղթերը։ Իսկ թե երբ է հարուցվել քրեական այս վարույթը, Արմեն Ֆերոյանն ասաց, թե շատ վաղուց, իսկ փաստաբաններից Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ քննչական կոմիտեն մի քանի վարույթ է հարուցել։ Վաղուցվա վարույթներ են իրանք, նոր չեն, շատ վաղուցվա, մինչև այս հայտնի դեպքերը հարուցված վարույթներ են դրանք։ Մի քանի վարույթներով է, մի վարույթը 23 թվին է, մեկը 24-ին, մեկը ոնց որ թե 25-ին։ Հիմա արդեն աշխատակիցները կարող են ներս մտնել, շարունակել աշխատանքները։ Խուզարկությունը ավարտվել, այո։ Տաշիր գրուպում խուզարկությունից առաջ այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել կալանավորված գործարարի մեկ այլ փաստաբան Արամ Վարդևանյանը, որն այդ պահին տեղյակ չէր քննչականի անհետաձգելի գործողությունների մասին։ Խոսելով Կարապետյանին ներկայացված իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքի մասին, Վարդևանյանն ընդգծեց, տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, եւ դրա ապացույցներից մեկն այն է, որ թեև Սամվել Կարապետյանը իր հայտնի հարցազրույցում կոչ չի անում, խոսում է հայ առաքելական եկեղեցու պաշտպանության մասին, սակայն նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար։ Այսինքն քրեական գործ կոչին վերաբերող կոչի բացակայության պայմաններում։ Սա իրավական աբսուրդ է։ Փաստաբանի խոսքով այս իրավական աբսուրդը ձևավորվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին սպառնում էր հաշվեհարդար տեսնել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Կարապետյանի հարցազրույցի վերաբերյալ մի քանի գրառում էր արել ֆեյսբուքյան էջում, այդ թվում զգուշացնելով գործարարին։ Ասում եմ մենք մեր ձևով ենք միջամտելու, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ, ավելի ճիշտ ձեզ։
Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապրի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա։ Այդ կետից սկսած արդեն մենք ունենք քաղաքական հետապնդման ուղիղ փաստական տվյալ։ Այսինքն Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 17-ից փաստացի սկիզբ առած այս գործընթացը ճակերտներում, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում։ Իդեպ փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ գլխավոր դատախազն անձամբ է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցի առնչությամբ։ Ակնհայտ ապօրինի հետապնդումը սկիզբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ Մասնագիտական հանրույթին իսկապես կարծում եմ դա եւս շատ հետաքրքիր կլինի, քանի որ ես ինքս նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի, ոչ թե հետապնդումը հավելցի, այլ հենց հաղորդումը ներկայացնի։ Վարդևանյանը նշեց, որ գլխավոր դատախազի այդ հաղորդումը պաշտպանական կողմին չի էլ տրամադրվել եւ դեռ պետք է պարզել։ Աննա Վարդապետյանը այդ հաղորդումը ներկայացրել է Փաշինյանի ֆեյսբուքյան արդարադատությունից առաջ թե հետո։ Հանցագործության մասին ինչ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը քննչական կոմիտեին, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել Սամվել Կարապետյանի դեմ։ Ազատության այս հարցմանի պատասխան գլխավոր դատախազությունից փոխանցեցին։ 168 AM կայքի, եթե քաղաքական գործիչներին չհաջողի, մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին Սամվել Կարապետյան վերտառությամբ, ինչպես նաև Առավոտ Դելի կայքի, Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից հետո իրավապահները գործի անցան վերտառությամբ հրապարակումները քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով Հայաստանի գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են քննչական կոմիտեի նախագահին։ Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը բողոքարկելու դիմումը պաշտպանական կողմը ետ էր վերցրել պնդելով, որ չեն վստահում դատավորի անաչառությանը, բայց դատավոր Արմեն Դանելյանն այդ բողոքը ընդունել է վարույթ եւ դատական նիստը նշանակել հուլիսի 4-ին, նույն այն օրը, երբ Կարապետյանները նախատեսում են երթով գնալ դեպի գործարարի կալանավորման վայր։ Մինչ այդ ազգային ժողովում իշխող քաղաքացիական պայմանագիրը պետականացնելու նախագիծն էր արագացված կարգով քննարկում, վաղը երկրորդ ընթերցումն է։ Միևնույն ժամանակ Սամվել Կարապետյանի աջակիցները պատրաստվում են ի պաշտպանություն նրա բողոքի ակցիա կազմակերպել, ահա այդ ակցիային հեցի աշխատակիցների հնարավոր մասնակցությունը այժմ վարչապետի եւ Կարապետյանի աջակիցների միջև հերակա վեճի թեմա է։ Փաշինյանը սպառնում է, քաղաքական խարդավանքների մասնակիցները կհեռացվեն աշխատանքից, հավաքներին մասնակցել պարտադրողներն էլ կդատվեն։ Սամվել Կարապետյանի թիմից արձագանքում են, որ իրենց աշխատակիցները որևէ դեպքում խնդիր չեն ունենա։ Մինչ պատգամավորները պատրաստվում էին ըստ էության հեծը պետականացնելուն միտված նախագծի վճռորոշ քվեարկությանը, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ զգուշացրեց. հեցի այն աշխատողները, որոնք իրենց աշխատանքը թողած զբաղված են մեջբերեմ քաղաքական խարդավանքներով, այս ամիս կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր հեցի աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ Հեցի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Փաստեր ունի վարչապետը, թե կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել։ Աշխատանքից կհեռացվեն այն մարդիկ, որոնք երեկոյան աշխատանքային օրվա ավարտին այս կամ այն հավաքին կմասնակցեն։ Ինչ հիմքով Նիկոլ Փաշինյանն այս հարցերին չի անդրադարձել։ Ազատությունը խորհրդարանում իշխանական Վահագն Ալեքսանյանից փորձեց պարզել, որտեղից տեղեկությունները, թե հեցում աշխատանքի ժամին այլ բանով են զբաղվում։ Մամուլում կան հստակ հրապարակումներ, որ հեցում մարդկանց աշխատողներին պարտադրում են մասնակցել այս կամ այն միտինգին։ Պատգամավորը սակայն իր այս պնդումը որևէ փաստով չհիմնավորեց։ Աշխատանքային օրվա ավարտին հավաքի մասնակցողները կհեռացվեն, լրագրողներն ուղիղ պատասխան չստացան։ Եթե այդ մասնակիցները որպես այդպեսին այն մարդկանց թվում են, ովքեր մյուսներին պարտադրել են գալ այդտեղ, ինչը մեր մասնակիցները, հեցի մասնակիցները, վեցի աշխատողները։ Ինչը մեր ընդդիմում, ես չեմ կարծում, որ հեցի նորմալ աշխատողը ում չեն ստիպել, ով այդ խարդավանքներին չի տրվել, առհասարակ ցանկություն կունենա այնտեղ մասնակցել։ Իշխանությունները հայտարարում են, հեցի կառավարումը կստանձնեն արդեն այս ամիս։ Անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն այժմ արագացված ընթացակարգով 24-ժամյա ռեժիմով խորհրդարանում են քննարկում։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությունից ու կալանավորումից հետո հապճեպ մշակված նախագիծը կեսօրին ընդունվեց առաջին ընթերցմամբ։ 65 կողմ
դեմ 30 ձեռնպահազրով որոշում ընդունվել է։ Օրենսդրական փոփոխություններից հետո կկարողանան հեծի կառավարումը ժամանակավոր կառավարչի հանձնել։ Նախագիծն ըստ էության այսպիսի մեխանիզմ է ենթադրում։ Կառավարությունը հեծի խախտումների վերաբերյալ հաղորդում կարող է ներկայացնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այդ դեպքում հանձնաժողովի նախագահն առավելագույնը 5 օրվա ընթացքում վարչական վարույթ պետք է հարուցի։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որն ի դեպ նախկին ԿՊԱ-ական է, կկարողանա նաև կանխարգելիչ միջոցառումներ կիրառել, այդ թվում ժամանակավոր կառավարիչ նշանակել։ Ընդ որում նախագիծը հետադարձ ուժ ունի։ Գործընթացը կարող է սկսվել նաև նախկին խախտումների համար։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Այսինքն այս պահից սկսած մի քանի օրում կարող է փոխվել հեծի կառավարիչը։ Տեխնացու արդեն կա։ Չէ, չեմ կարող այս պահին պատասխանել, բայց վստահ եմ շատ կոմպետենտ մարդ կնշանակվի այնտեղ։ Նախագծով առաջին հերթին հեծի կառավարման հարցն է լուծվում, կան դրույթներ նաև զուտսեփականության վերաբերյալ։ Եթե խախտումների հիման վրա հարուցված վարույթի արդյունքում հեծին լիցենզիայի զրկելու որոշում կայացվի, գործադիրն ընկերության սեփականատերերին կառաջարկի իր հետ համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը, գույքը։ Ժամկետել է սահմանվում 3 ամիս, եթե այդ ընթացքում գույքը չվաճառվի, դա տեղի կունենա սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան։ Մայր օրենքի այս հոդվածը սեփականության իրավունքի մասին է։ Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով, միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ։ Առաջին քվեարկությունից հետո նախագիծը քննարկվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց հեծի պետականացումն ի վերջո որքան կարժենա Հայաստանի քաղաքացիների համար։ Հաշվարկներ կան, թե այս ամենը ինչպես կազդի բյուջեի վրա։ Պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր են առաջանալու եւ չափը, եթե չեմ սխալվում, անգամ չեք գնահատել։ Այսինքն դուք ափալ-թափալ մի հատ process եք սկսում, ասում եք, որ նախագիծը կառավարությունն ասում է, որ լրամշակման կարիք ունի, ասում եք, որ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր առաջանալու, բայց որոնք անգամ դեռ չեք հաշվարկել։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը չթաքցրեց, հաշվարկ չկա։ Ինչ կարժենա այս ամբողջը, կա հստակ գնահատման կարգ սահմանած, եւ քանի դեռ գնահատում չի իրականացվել գույքի, պարտավորությունների եւ այլն, գուշակությունների դաշտում է, թե ինչ արժեք կունենա։ Վճռորոշ քվեարկությունը տեղի կունենա վաղը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքը, թե մոտ 2 տասնամյակների ընթացքում խոշոր չափերով կաշառք է ստացել եւ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրությանը, ուղարկվել է դատարան։ Սա արդեն նախկին նախագահի դեմ 4-րդ գործն է։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկվել դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտնեց, որ 71-ամյա Սարգսյանը մեղադրվում է պաշտպանության նախարարի, հետո նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու համար։ Ավելի քան 1 ամիս առաջ էլ մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով գործներ դատարան ուղարկվել։ Սարգսյանն անցնում է նաեւ Իսակովի, Պողոտայի եւ Եռաբլուրի հարակից հողերի օտարման, ինչպես նաև դիզվառելիքի յուրացման վերաբացված գործով։ Վերջին գործով ըստ հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ նախագահը նպաստել է, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Միխայել Բաղդասարովը ու նրա ընկերությունները ներգրավեն արտասահմանյան ներդրումներով կառուցվող Պիտումի գործարանի հիմնադրմանը։ Այս մեղադրանքը հերթական հերյուրանքն է։ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գործը շինծու է որակում։ Պնդում, այն իրավական հիմք չունի։ Մակինյանն ասում է, որ այս գործով առերեսումները դեռ 5 տարի առաջ են եղել։ Դեռ այն ժամանակ գործարար Բաղդասարովը, որը մահացել է 2020 թվականին, հերքել է իրեն վերագրվող թարգմանությունները, որոնք ըստ փաստաբանի այս վարույթի հիմքում են։ Առերեսման ժամանակ, երբ որ հարցեր առաջադրվեց Միխայել Բաղդասարովին, շատ զարմացավ, ասեց հետո այդ թարգմանությունները արել։ Ես այդպիսի բան չեմ ասել։ Թարգմանությունները ճիշտ չեն, իրականությունը այդպես չի, այլ այսպես է։ Այսինքն այն ինչ որ փորձեր արվում բերել ու մոտեցնել պարոն նախագահին, Միխայել Բաղդասարովը մեր ներկայությամբ ամբողջությամբ հերքեց։ Մակինյանը վստահ է, իրավապահները գործի մասին հիշել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Փաստաբանը շեշտում է, այս գործի վաղեմության ժամկետներն անցել են, այսինքն եթե նույնիսկ մեղադրանքը հաստատվի, Սարգսյանը պատասխանատվության չի ենթարկվի։ Ես հարցեր ունեմ 20 թվականի ապրիլի 11-ին այս փաստական տվյալները իբրև ձևական գործում կան 5 տարի ու ինչ էին պահել։ Ով էր հանձնարարել պահել եւ հաջորդ հարցը ով հանձնարարեց նոր այս փոշին մաքրել ու արկել դատարան 11 ապրիլ 2020 թիվ։
Կասկածներ ունեք, վարչապետը նկատի ունեք։ Ես կասկածներ չունեմ այդ առումով։ Ըստ իրավապահների Սուրեն Ավանի բիտումի գործանի հիմնադրմանը ներգրավելու համար գործարար Միկա Բաղդասարովի ընկերությունը Կիպրոսում գրանցված ռուսական երկու ընկերությունների հետ համատեղ 2006 թվականին հիմնադրել է նոր ընկերություն։ Ընդ որում հաղորդվում է, որ Բաղդասարովը Սարգսյանի պահանջով հիմնադրված նոր ընկերության իրեն պատկանող բաժնեմասի 22.5%-ը ձևական վաճառքի գործարքով փոխանցել է Սարգսյանի եղբորորդու եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հիմնադրած ընկերությանը։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 2013-ին բիտումի գործանի գործունեության ձախողման պատճառով օտարերկրյա ներդրողները վաճառել են իրենց բաժնեմասերը։ Դրանք գնելու համար իրավապահների փոխանցմամբ Սարգսյանը դիմել է Բաղդասարովին հայաստանյան բանկերից մեկից վարկ վերցնելու համար։ Սերժ Սարգսյանը փաստացի կառավարելով նշված գործընթացը հանձնարարել է Միխայել Բաղդասարովին դիմել Հայաստանում գործող իր մտերիմին պատկանող բանկային կազմակերպությանը 14 միլիոն ամերիկյան դոլար վարկ ստանալու համար եւ վերադարձնել ռուսական երկու ընկերությունների կատարած ներդրումները, ինչը վերջինս կատարել է։ Դե ոնց են թարգմանությունները այլ եղանակով սկզբից շարադրել, երբ որ պարզ արդեն մեր ներկայությամբ, այս հարցերը տվեցի զարմացավ այս մարդը։ Թե ինչ եք ասում։ Ինչ խորհուրդ, ինչ ցուցում, ինձ ով պիտի ցուցում տար, ես բիզնեսմեն եմ, ինչի մասին է խոսքը։ Ես իմ բիզնես նպատակներն եմ հետապնդում, իմ գործունեությունն եմ ծավալում։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ Միխայել Բաղդասարովը հետո նոր ընկերություն է հիմնել, որին փոխանցվել են մյուս ընկերությունների ակտիվները։ Այդ թվում Երևանում եւ մարզերում գտնվող 23 բենզալցակայանները, նավթամթերքի բազան եւ Սուրենավան համայնքում գտնվող բիտում արտադրող գործարանը։ 2015-ի օգոստոսի 22-ին Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու հետ փոխկապակցված ընկերությունը 40 միլիոն դոլարով ձեռք է բերել Միխայել Բաղդասարովի հիմնադրած նոր ընկերության 100% բաժնեմասը, ինչով պայմանավորված հնարավորություն է ստացել Հայաստան բենզինային վառելիքներ կրելու մենաշնորհ ստանալ։ Հակակոռուպցիոնի պնդմամբ Սարգսյանի դրդմամբ Բաղդասարովը նաև 6 միլիոն դոլար կաշառք է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Քոչարյաններն առայժմ չեն արձագանքել այս պնդումներին, պարզ չէ երկրորդ նախագահի որ որդու մասին է խոսքը եւ ինչ կարգավիճակ ունի նա այս վարույթում։ Կրծեր որդին պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր չարձագանքեց մեր զանգերին։ Այս նոր գործը դեռ մուտքագրված չէ դատական տեղեկատվական համակարգում։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի դատաքննությունը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Արդյոք Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին օտարերկրյա կառավարմամբ Ադրբեջան ու Նախիջևանը կապող ճանապարհ ունենալու առաջարկ է արել։ Հայաստանի արտգործնախարարությունը 2 օր է չի արձագանքել Քարնեգի կենտրոնի հրապարակմանը։ Եկեղեցի իշխանություն հակասություններում Պոլսո հայոց պատրիարքը քաղաքական պառակտում է տեսնում, լուծումն ըստ նրա արտահերթ ընտրություններն են։ Հակառակ լարվածությունը թուլացնելու եւ կառուցողական դաշտ վերադառնալու Մոսկվայի հորդորներին Բաքուն այսօր էլ ավելի է սրել վերջին օրերին երկու երկրների միջև խորացող դիվանագիտական ճգնաժամը, երկրորդ բողոքի նոտան փոխանցելով Ռուսաստանի իշխանություններին։ Քարնեգի հիմնադրամը օրերս մի ուշագրավ հրապարակում էր արել։ Հիմնադրամի վերլուծաբան Օլեսիա Վարդանյանի տեղեկություններով Ամերիկայի Միացյալ Նահանգները Երևանին եւ Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերաբերյալ, որի կառավարումը օտարերկրյա մասնավոր ընկերություն պետք է իրականացնի։ Թե ինչպես շատ մանրամասներ չկան եւ 2 օր չկա նաեւ արձագանք ոչ Երևանից, ոչ Բաքվից այս տեղեկության վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարությունը 2 օր անց չի արձագանքել Կարնեգի հիմնադրամի հրապարակմանը, որի համաձայն ԱՄՆ նախագահի վարչակազմը Երևանին եւ Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։ Խոսքը ճանապարհի կառավարումը օտարերկրյա մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։ Ըստ Քարնեգիի Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես որ արդեն տեղի է ունեցել օրինակ Ուկրաինայում հազվագյուտ մետաղների գործարքում։
Բաքուն եւս լռություն է պահպանում։ Չեմ կարող մանրամասներ հայտնել այս թեմայի կապակցությամբ, կարծում եմ արտաքին գործերի նախարարությունը ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա այս հրապարակման հետ կապված։ Չեմ կարող ասել, արտաքին գործերի նախարարությունը այս թեմայով ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա։ Բայց թե պաշտոնական Երևանը, թե հայաստանցի մյուս պաշտոնյաները մինչև այս պահը նաև չեն հերքել այդ հրապարակման տեղեկությունները։ Քաղաքացիական պայմանագրի վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը զերծ մնաց պարզաբանումներից։ Ամերիկյան առաջարկի մասին գրած Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսիա Վարդանյանը հղում էր արել օտարերկրյա երկու դիվանագետների։ Միաժամանակ բազմաթիվ հարցեր են բաց մնում։ Ինչ է ենթադրում Վաշինգտոնի առաջարկը։ Մասնավոր ընկերությունը միայն Հայաստանի, թե նաև Ադրբեջանի տարածքում կկառավարի երթուղին։ Ինչ գործառույթներ կունենա անվտանգության ապահովման, թե նաև մաքսային ստուգումների լիազորությամբ։ Եվ ամենակարևորը, ինչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ։ Արդյոք ծանոթացել են նաև Բաքվի դիրքորոշմանը դեմ թե կողմ է։ Նաև այս հարցերն են ուղղել Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցին, բայց պատասխան արտգործնախարարությունից մինչև այս պահը չենք ստացել։ Նախկինում Երևանը խոսել է թե պարզեցված ընթացակարգերի իր առաջարկից, թե ճանապարհներին լիցենզավորված մասնավոր պահնորդական ընկերության գաղափարից։ Միևնույն ժամանակ շեշտել, թե ինքնիշխանության սկզբունքը պետք է պահպանվի։ Բաքվից դրական արձագանք չի եղել։ Բացառում եմ, որ նման բան ընդհանրապես չկա եւ նման տեղեկույթ կարող էր հայտնվել Կարնեգի հրապարակման մեջ, մանավանդ ես նաև երկար տարիներ ճանաչում եմ հեղինակին։ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանը Քարնեգիի հրապարակումը արժանահավատ է համարում։ Նկատեց գաղափարը նոր չէ, երբ հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդ էր Եվրամիությունը, կողմերին նման առաջարկ եղել է։ Բայց վերլուծաբանը կասկածում է, որ Ադրբեջանը կհրաժարվի իր առավելապաշտական ձգտումներից։ Ադրբեջանը հաստատի պահանջում է արտատարածքային միջանցք, զրո վերահսկողություն, զրո ստուգումներ եւ այլն։ Եթե այդ ճանապարհը բացի ոչ թե հիմա, այլ մի քանի տարի անց, չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանից սարսափելի ծանր հարված կստանա։ Եթե խնդիրը նա է, որ ադրբեջանցիները չեն ցանկանա մերժել ամերիկացիներին, վախենալով անկանխատեսելի Թրամփի զայրույթից, ապա բոլորս էլ գիտենք, որ շատ տարատեսակ հնարավորություններ կան ֆորմալ ձևով ասել այո սկզբունքորեն համաձայն եմ, իսկ հետո գործը մտցնել դետալների եւ շարունակել այնքան, մինչեւ Թրամփի ժամկետը 2025 թվականի հունվարին կավարտվի։ Ես մի փոքր քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը կհամաձայնվի ցանկացած լուծման, որը արտատարածքային միջանցք չի լինի։ Ես չգիտեմ ամերիկացիներն ինչ են առաջարկել, բայց բանականությունը հուշում է, որ դժվար է ամերիկացիները առաջարկեն Ադրբեջանին տրամադրել փաստացի արտատարածքային միջանցք, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մինչ պաշտոնական պատասխան չկա, այլ հարցեր եւս բաց են մնում։ Օրինակ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին դեմ արտահայտվող եւ Միացյալ Նահանգների հետ խիստ լարված հարաբերություններ ունեցող Թեհրանի դիրքորոշումը, նաեւ այդ միջանցքի հարցում Ադրբեջանին պաշտպանող Անկարայինը։ Թե երբ եւ ում միջոցով է Վաշինգտոնը Երևանին եւ Բաքվին փոխանցել ենթադրյալ պլանը, որի գոյությունը կողմերը չեն հերքել, Քարնեգիի հրապարակման մեջ նշված չէ։ Հոդվածի հեղինակը Ազատության հետ զրույցում փակագծեր է բացել, թե վարչակազմը մայիսի վերջին Երևան եւ Բաքու այցելած ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոշուա Հակի միջոցով է փոխանցել։ Ամերիկացի պաշտոնյան Երևանում հանդիպել էր անվտանգության խորհրդի քարտուղարին, արտգործնախարարին, բայց ոչ վարչապետին։ Я думаю, что официальное предложение уже можно рассматривать, потому что оно все-таки было уже предложено сторонам, был визит. Կարծում եմ, որ պաշտոնական առաջարկն արդեն կարելի է քննարկել, քանի որ այն արդեն արվել է կողմերին։ Եղել է պետդեպարտամենտի ներկայացուցչի այցը Երևան ու Բաքու, եւ ինչպես ես եմ հասկանում, այս դիվանագիտական ժեստը նաեւ ունի իր շարունակությունը։ Գիտեք ինչպես են ընթանում բանակցությունները, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան է առաջարկում, դա չի նշանակում, որ այն արդեն վերջնական արդյունք է եւ որ այդպես էլ կլինի։ Ես խոսում եմ այն մասին, որ կան զանազան տարբերակներ։ Там есть разные варианты. Ըստ վարչապետի գրասենյակի պաշտոնական հրապարակումների, ամերիկացի դիվանագետի այցին հաջորդած օրերին Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ հեռախոսազանգերի մեջ է եղել տարածաշրջանի առնվազն 3 երկրների ղեկավարների հետ։ Պուտինի, Փեզեշքյանի, Էրդողանի հետ քննարկումների թեման նաև հարավային Կովկասի խնդիրներն են եղել։ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հրավերով աշխատանքային այցով Ստամբուլ գնաց։ Փաշինյան-Էրդողան բանակցության արդյունքում հայ-թուրքական գործընթացին վերաբերող որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չհաղորդվեց։ Փոխարենը կարմիր թելի նման անցնում էր ապաշրջափակման թեման։ Պաշտոնապես միայն հաղորդվեց, որ քննարկվել է Փաշինյանի կառավարության առաջարկած ապաշրջափակման
խաղաղության խաչմերուկ նախագիծը, բայց ոչ այդ օրը, ոչ դրանից հետո Թուրքիայի նախագահի հստակ դիրքորոշման մասին տեղեկություններ չհայտնվեցին։ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստամբուլահայերի հետ հանդիպմանը անդրադարձել էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմային, շեշտել կոմունիկացիաների բացման դեպքում երկրների ինքնիշխանության սկզբունքը, միաժամանակ զգուշացրել. Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ։ Գիտեք, դա էլ է պետք խոստովանել, որ խաղաղության խաչմերուկը բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է, տեսեք, Զանգեզուրի միջանցքը բացվեց։ Երևանն ու Բաքուն տարածաշրջանի ապաշրջափակման հարցը խաղաղության պայմանագրից առանձնացրին գրեթե 1 տարի անց, սակայն որևէ շոշափելի արդյունք չկա։ Այս հարցով անգամ առանձին բանակցությունների մասին տեղեկություններ չկան։ Եկեղեցու եւ իշխանությունների լարված հարաբերությունները քաղաքական պառակտում են առաջացրել, կարծում է Պոլսո հայոց պատրիարքը, կարծիք հայտնելով, որ այն պետք է հանգուցալուծվի արտահերտ ընտրություններով։ Ես որպես պատրիարք պիտի չդիտեմ։ Մեր համեստ առաջարկը արտահերտ ընտրություններ, որ ամեն մարդ ինքը որոշի իշխանության այս քաղաքականությանն աջակցում է, թե ոչ, Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի առաջարկն է։ Հայաստանի մեջ եղածը քաղաքական պառակտում է։ Հետևաբար այն ձայնը, որ բոլոր ձայները պիտի լռեցնի, Հայաստանի ժողովուրդն է։ Իրենց քվեներով պիտի երթան եւ պիտի որոշեն, թե այս քաղաքականությանը նեցուկ կկանգնին, թե ոչ։ Մեր համեստ առաջարկը արտակարգ ընտրություններուն երթալն է թերևս, որպեսզի ամեն մարդ իր ապագան տեսնե։ Վարչապետն ու եկեղեցականները ծանր խոսքերով ամբաստանում են միմյանց, ըստ Սահակ պատրիարքի, կամ կողմերը պիտի լռեն, կամ փորձեն բառարանից գեղեցիկ բառեր դուրս բերել եւ օգտագործել։ Ընդ որում Պոլսո պատրիարքն այն կարծիքին է, որ գովեստի բառեր կարող են երկու կողմերն էլ գտնել։ Կառավարությունը գնահատի վեհապարի 25 տարվա ծառայությունը եկեղեցուն, իսկ հոգևորականները Եկեղեցականները պետք է անդրադառնան, թե կառավարությունը ինչ տված է Հայաստանին, այսինքն 7 տարվան ընթացքին միայն չարություն հրացեն, օգուտ չկա։ Դեռ 2 շաբաթ առաջ Պոլսո պատրիարքը ոչ թե արտահերտ, այլ հերթական ընտրությունների մասին էր խոսում։ Եկող տարի ոչ միայն խորհրդարանական ընտրություններ են, 26 թվականին եկեղեցական ներկայացուցչական ժողով է հրավիրվելու։ Սահակ Մաշալյանը կարծում էր, որ կարելի էր այդ ժողովը վերածել ազգային եկեղեցական ժողովի։ Սա միակ մարմինն է, որ կարող է կաթողիկոսական գահի հարցեր քննարկել։ Անձնապես գիտենք, որ վեհապար հայրապետն ալ շատ հոգնած է այս վիճակեն, սակայն եթե այնպես որքան որ ծանոթ ենք իր նկարագրին, ետք այլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքև եւ իրավունք ունի։ Եկող տարի այո եկեղեցական ժողով է հրավիրվելու, ներկայացուցչական հաստատում է Մայրաթորի սրբազաններից Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Դա նախապատրաստական ժողով է, որի նպատակը հետագայում ազգային եկեղեցական ժողով անելն է։ Եպիսկոպոս Սարոյանը բացառում է, որ օրակարգում կարող է կաթողիկոսի փոփոխության հարց լինել, բայց կուսակրոնության ուխտի թեմայով քննարկում չի բացառում։ Ազգային եկեղեցական ժողովը եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, որ կաթողիկոսի ընտրությունից բացի որոշում է ընդունում եկեղեցական դավանաբանական բոլոր հրատապ հարցերով։ Կուսակրոնության ուխտի թեման այսօր իշխանությունն այնքան հրատապ է դարձրել, որ հնարավոր է գործը հաջորդ ու հաջորդող տարիներին չհասնի։ Հարցը մեր կյանքին է վերաբերում, վերջը այստեղ մենք ենք զոհաբերվողը, էլի։ Եթե մենք դիմանում ենք, ասում ենք, այո, օրը կգա, դա էլ կլինի, հա, հարցը մեզ է չէ վերաբերում։ Այս մեզնից շատ են մտահոգ մեր մասին, ես չեմ հասկանում։ Եպիսկոպոս Սարոյանը 24 տարի է կուսակրոնության ուխտ ունի։ Խնդիր համաձայն է կա եւ դա ընդհանուր է բոլոր մյուս քրիստոնեական եկեղեցիների համար։ Իշխանությունն ասում է լավ կլիներ առանց հայհոյանքի ու թիրախավորման խոսեր, եթե իրենց համար խնդիրը ոչ թե կոնկրետ հոգևորականներն են, այլ եկեղեցին։ Մտածող են, թող գան մեր հետ մտածեն։ Եթե մեկը կա այդ մասին մտածում, թող գա իմ հետ, ես գիշեր ցելը կմտածեմ հետը, կապ չունի ով է։ Նկատի չունեմ անպայման չի որ իշխանությունից լինի, մտածող են, իրենց համար եկեղեցին թանկ է, կարևոր է, ուրեմն թող կան մեր հետ, մեր կողքին նստենք մտածենք։ Ազնեմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Այդ ուխտի մասին իրենք մտածում են, եպիսկոպոսն ասում է վեհապարի հետ են քննարկումներ եղել եւ ընդհանրապես վերջին 100 տարում եկեղեցական մի շարք մտածողներ անդրադարձել են այդ հարցին։ Գուցե կուսակրոն լինելը ոչ թե պարտադիր, այլ կամավոր դառնա։ Չի բացառվում, որ կարելի ուղղակի այդ ուխտագիրը դարձնել կամավոր, ինչպես
որոշ եկեղեցիների պարագային կա, ովքեր կուզենան, թող ստորագրեն, ովքեր չեն ուզեն, թող ամուսնանան։ Էլի ես չեմ հավատում, որ կատարյալ տարբերակներ մենք կստեղծենք, որովհետև մենք գործ ունենք մարդու հետ։ Ուղղափառների, կաթոլիկների հետ ընդհանրական եկեղեցու մաս ենք, այնպիսի որոշում պիտի կայացնենք, որ եկեղեցական ավանդույթներից չշեղվենք, նկատում է եպիսկոպոս Սարոյանը։ Իդեպ նա մի շեշտադրում էլ ունի իշխանական այն մեղադրանքների հետ կապված, թե կաթողիկոսն ու որոշ սրբազաններ կուսակրոնության ուխտը խախտել են։ Ուխտի խախտումը, ինչպես մեր համար, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյայի համար այն է, երբ որ դու հարատևում ես որևէ մեղքի մեջ, կապ չունի դա կվերաբերի սեռական ժուշկալության հարցին, թե կվերաբերի ագահությանը։ Ուխտի խախտում չեն անկումները, Գևորգ Սրբազանն այսպես է բնորոշում այն, ինչ կարող է պատահել Աստծո հետ ուխտ արած մարդ արարածի կյանքում, իսկ եթե օրինակ անկումները կրկնվում են, իմ խոստովանը հայրը կորոշի։ Տեսնենք ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Արդեն շուրջ 1 շաբաթ է ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակաբար սրվում են։ Լարվածության մեկնարկը Եկատերինբուրգում մոտ 5 տասնյակ ադրբեջանցիների ձերբակալությունն էր, որ ավարտվեց 2 մահով։ Բաքուն պնդում է իր քաղաքացիները ռուս ուժայինների բռնությունների հետևանքով են մահացել։ Իր հերթին Ադրբեջանը վերջին օրերին չեղարկել է Ռուսաստանի փոխվարչապետի այցը եւ մոտ 1 տասնյակ Ռուսաստանի քաղաքացիների է ձերբակալել, նրանց մի մասը Ադրբեջանում ապաստանել էին Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հակառակ լարվածությունը թուլացնելու եւ կառուցողական դաշտ վերադառնալու Մոսկվայի հորդորներին Բաքուն այսօր ել ավելի սրեց վերջին օրերին երկու երկրների միջև խորացող դիվանագիտական ճգնաժամը, անցած 4 օրում երկրորդ բողոքի նոտան փոխանցելով Ռուսաստանի իշխանություններին։ Այս անգամ Բաքուն հստակ, բայց դիվանագիտական բառապաշարով պնդեց. ռուսները սուտ են խոսում, երբ հայտարարում են, թե Եկատերինբուրգում անցած շաբաթավերջին ուժայինների գործողության ժամանակ երկու ադրբեջանցիները մահացել են սեփական առողջական խնդիրների պատճառով։ Ռուսական կողմի բացատրությունը հակասում է մեր փորձագիտական եզրակացությանը։ Ռուսաստանի դեսպանին ասել է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, կրկին պնդելով, թե Մոսկվան պետք է հետաքննի եւ պատժի մեղավորներին։ Բաքվի այս հերթական դեմարշից ժամեր առաջ մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարությունը հորդորել էր Ադրբեջանին քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակի վերադարձնելու համար։ Мы рассчитываем, что желающие испортить двусторонние отношения воздержатся от дальнейших провокационных шагов. Մենք ակնկալում ենք, որ նրանք, որ ուզում են փչացնել երկկողմ հարաբերությունները, զերծ կմնան հետագա սադրիչ քայլերից։ Այդպիսի քայլերը քիչ չեն արդեն, պետք է նշել, որ դրանք լուրջ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։ Մենք հորդորում ենք Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել վերադառնալու միջպետական հարաբերությունների փաստաթղթերով ամրագրված մակարդակին։ Հիշեցնեմ, խոսքը ռազմավարական դաշնակցության մասին է։ Стратегического союзничества. Կրեմլի խոսնակն էլ հույս էր հայտնել, թե լարվածությունը շուտով հնարավոր կլինի հարթել, քանի որ երկխոսություն է սկսվել Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազի միջև արկա խնդրահարույց հարցերը պարզաբանելու համար։ Ում ինչ Պեսկովը հույս էր հայտնում, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Բաքվում մամուլի ասուլիս էր անցկացնում 5 բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ընդգծելով. Բաքուն շարունակելու է հետաքննել ռուս իրավապահների դեմ նախորդին հարուցված քրեական գործը։ Մենք դրանով մեր պարտքն ենք կատարում, հայտարարում էր Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ խորհրդական Իլգար Սաֆարովը, հակադարձելով Ռուսաստանի արտգործնախարարության երեկվա հայտարարությանը, թե ռուս իրավապահների դեմ քրեական գործ հարուցելով Բաքուն միջամտում է դաշնության ներքին գործերին։ Amma bizim əlimizdə baş vermiş hadisənin xüsusi Եթե Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ դաշնություն, եթե նրանց իրավունքները զանգվածաբար խախտվում են, մեր պարտականությունն է արձագանքել։ Ադրբեջանի քաղաքացիների եւ երկրից դուրս պետության շահերի դեմ կատարված հանցավոր գործողությունները հետապնդվում են իրավապահ մարմինների կողմից։ Եթե նման անձինք այդ պետություններում պատասխանատվության չեն ենթարկվում, ապա մենք ենք ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ։ Həmin mərhum şəxslərin nəşləri məndən qabaq həmkarlarımın da qeyd elədiyi kimi ekspertizaya təqdim olunub. Քրեական գործ հարուցելուց բացի Ադրբեջանը վերջին օրերին նաև մի շարք ցուցադրական քայլեր է արել Ռուսաստանի դեմ։ Փոխվարչապետ Օվերչուկի այցի չեղարկումից մինչև Ռուսաստանի մոտ 1 տասնյակ քաղաքացիների ձերբակալություն, թմրանյութերի մաքսանենգության եւ կիբերհանցագործության մեղադրանքներով։ Ընդ որում ադրբեջանական լրատվամիջոցներով 3 տարածված տեսանյութերում ակնհայտ էր, որ ռուսները Բաքվում բռնության են ենթարկվել։ Այս ֆոնին լրագրողները
Կրեմլի խոսնակից այսօր հետաքրքրվել են, արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամում են եւ նախատեսվում է արդյոք հեռախոսազրույց Պուտինի եւ Ալիևի միջև։ Դմիտրի Պեսկովը խուսափել է այդ հարցերին ուղիղ արձագանքելուց։ Մինչ այդ վերլուծաբանները փաստում են, որ Եկատերինբուրգում տեղի ունեցած ողբերգությունը առաջին եւ միակ նման դեպքը չէ երկկողմ հարաբերություններում։ Նախկինում, սակայն, երբեք Բաքուն դրանց այսչափ կտրուկ չէր արձագանքել։ 2021-ին օրինակ Նովոսիբիրսկում սպանվել էր Ադրբեջանի քաղաքացի 19-ամյա Վեքիլ Աբդուլլաևը։ Ռուսական լրատվամիջոցներում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր նրա ուղղությամբ կրակ էր բացել ճանապարհային ոստիկանության տեսուչը ձերբակալության ժամանակ սկսված վիճաբանության ժամանակ։ Ռուսական դատարանը հետո արդարացրել էր ոստիկանին ու վերադարձրել ծառայության։ Երկրում ադրբեջանական համայնքն ու Միլի Մեջլիսի падգամավորները քննադատել էին, բայց միջադեպը դիվանագիտական սկանդալի եւ ճգնաժամի չէր վերածվել։ Հիմա, սակայն, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ագրեսիայից հետո ուժերի հավասարակշռությունը փոխվել է, ասում են տարածաշրջանի զարգացումներին քաջատեղյակ մի քանի փորձագետներ փաստելով։ Մոսկվան շատ բան է ներում Ադրբեջանին, որի տարածքով են անցնում ոչ միայն կարևորագույն գազատարները, այլև հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մի հատվածը, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մտնել ասիական շուկաներ։ Միացյալ Նահանգները դադարեցնում է որոշ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային, ինչը մտահոգություններ է առաջացրել Կիևում։ Ըստ Պոլիտիկոյի խոսքը հակաօդային պաշտպանության հրթիռների եւ ճշգրիտ կառավարվող զինատեսակների մասին է։ Իսկ պատճառը ամերիկյան պահեստներում դրանց սղությունն է։ Ըստ New York Times-ի, որոշումը ուժի մեջ կմնա դեռ մի քանի ամիս։ Ուշագրավ է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պաշտոնական ծանուցում այս մասին չի ստացել։ Կիևը այս առիթով հեռախոսազրույցներ է խնդրել Միացյալ Նահանգների իշխանությունների հետ։ Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն է կանչվել Կիևում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 4-ից։ Հաջողություն։